հետ առևտուր են կան, ինչպես դուք հենց նոր նշեցիք, ինչու այնուամենայնիվ Ալիևը քայլ չարեց եւ չեկավ Երևան, որտեղ Փաշինյանը հույս ասում է, Ես չգիտեմ ինքը ինչի, ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան եւ ակնկալում եմ, որ իմ գործընկերը հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան, իսկ խաղաղության չափորոշիչը իմ համար դա մեր երեխաների չզոհվելն է, մեր երկստեք իրար նկատմամբ քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է, դուք չէիք գալիս ստեղ ազգային ժողով ինձ ասում եք Ալիևը ասում է, դուք ասում եք լավ բաներ, իսկ ինքը վատ բաներ ասում, դուք ճանաչում եք ինքը չի ճանաչում, դուք ասում եք խաղաղություն ինքը հարձակվում է, ասել եք թե չեք ասել, դուք ինձ ստեղ, խնդրում եմ պատասխանեք, ասել եք չէ, հիմա ինչ եք ասում, այսինքն հիմա Ալիևը խոսում է խաղաղությունից, խոսում է, որ մենք իրար հետ առևտուր ենք անում, բա դրա մասին ինչի հիմա չեք խոսում, չեք թմկահարում, բան փոխվել է, թե պետք է Ռուզանի ասած մի հատ հայտարարություն անենք, բան մի հատ դրոշ վառենք, ուրախանանք, գնանք բոլորս բան էլ, մի հատ դրոշ վառենք, բոլորս մի հատ վատ կոմենտ գրենք, ասենք, հերոս եմ, գրել եմ վատ կոմենտ։ Լսեք, կոշտ ռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ ռետորաբանությամբ խոսում եւ դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է կոչվում։ Բաքում ռազմորկայի տրամաբանությամբ եւ գողական կներեք քրեական ենթամշակույթով խնդրում եմ մի առաջնորդվեք։ Ես կարող եմ այստեղ մեծ բաներ խոսել եւ թքած ունենալ, որ չգիտեմ սահմանի վրա հեսա պատերազմ կսկսի։ Ինչ անում են մեր այսօրվա անդիմադիր գործիչները։ Տանում են առաջ բանա հակառակորդի, քաղաքական հակառակորդի նարատիվները, հա, կրկնում են դրանք, պաս են տալիս, որպեսզի այդ հարցը հրահարել նաեւ խաղալով մարդկանց էմոցիաների վրա։ Պարոն Սիմոնյան, ես հարց չեմ տվել։ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովից հետո կարծեք թե խոճապային տրամադրություններ են ընդդիմադիր դաշտում, մասնավորապես Սամվել Կարապետյանը մտավախություն ունի, որ դա մուտք է բացում 300,000 ադրբեջանցիների համար, Շարմազանովը երեք հայտարարում էր, որ մեզ Եվրամիություն ոչ ոք չի հրավիրում, այլ Անկարային գնում, ես խնդրեմ, այդ տոնը նշում էր Մակրոնը մեզ նույնիսկ չի հրավիրում, խնդրեմ ձեզ։ Ես կարծում եմ, որ ռեժիմն է խոճապի մեջ, մենք խոճապի մեջ ենք, ընկած վարկանիշ, չգիտեմ, էլ ինչ են ասում, սենց ինչ-որ բաներ։ Այդ է մեր մասին եմ ասում, մենք խոճապի մեջ ենք, որ ընդդիմադիր մամուլն նայում, ես վերջերս չեմ նայել բանը, ակնհայտ է, որ նույնիսկ այդ ուժեղ Հայաստանի ֆենոմենը, որի սկզբանը տենց կողքը միստիկա էր հավաքված, այն որ լույսերը տվեցին, պարզվեց, որ իրականում այդ ամեն ինչը այդքան էլ տենց չի, հաջան, տենց հին բան կա, ասում է 90-ականներին տենց, չգիտեմ, բաներ, հետո լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ դա տենց չի, հիմա լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ այդքան էլ բան չի, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի խոսույթին, նախ ասեմ, որ շատ դժվար է, ես խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ այդքան փողի մեջ տուն գալացող բաներ կան, ուսուցիչներ կան, թող հայերեն պարապի, որովհետև այդ վանկերով մենք կարող է sense խոսալը ու 50 կտորով մոնտաժ անելը, համեն մոնտաժնիկն է մեղք, հա մենք ենք մեղք, ստիպված քաղաքականությունից ելելով լսում ենք, թող մարդ կան չի պարապի հայերեն լեզուն, հա, իսկ մյուսը իրան ինչ ասել են ինքը կրկնում է, այն երեխեք կան չէ, որ ոտանավորը սովորացնում են, բայց ինքը չի հասկանում ինքը ինչ ասում, ինքը այդ նույն բանը կրկնում է, ու ես մտավախություն ունեմ, որ այդ իրան ասել են դրսից, տենց բանով այդ տվել են, եւ ինքը այո շպարգալկով տվել են, ինքը դա ասում է, ու իմիջիալից մի հատ բան ասեմ ձեզ, օրինակ քաղաքացու օրը ես նկատեցի, որ կոնկրետ նարատիվներ կան, որ գցվում են դաշտ եւ կոնկրետ լրատվամիջոցներ եւ կոնկրետ մարդիկ սկսում են այդ նույն բանը կրկնել, որ մոնիտորինգ անեք, կտեսնեք։ Ինչ վերաբերում մյուսից ում է հարցից։ Լսեք, լավ էլի, ես Էդուարդ Շարմազանովի մասին վատ բաներ չեմ ասում, ուղղակի համարում եմ, որ այդ տղան այդպես ինչ-որ տղա է, որ ինքը իր Աշոտյանը, իր Սերժ Սարգսյանը, թող իրանք 3-4-5 հոգով լրվեն։ Պարոն Սիմոնյան, դուք ասում եք խոսքի ազատություն եւ այլն, ճիշտ է, մենք բարեբախտաբար Բելարուս չենք, բայց ինչի բարեբախտաբար Բելարուս, ի՞նչ է Բելարուսում հրասուտեսն։ Չկա այդ։ Հա? Հասկացա։ Բայց հեսա մի հատ նոտար քո հետ կապած կա։ Այնպես չի, որ Հայաստանում էլ ամեն ինչ հոյակապ է, վերջին զեկույցով Հայաստանը 34-ից տեղը զիջել էր խոսքի ազատության առումով 50-րդ տեղը եւ այդտեղ նշվում էր դատական հայցերը, ճնշումները լրատվամիջոցների մեջ, դուք առաջամարտիկներից եք լրատվամիջոցներին դատի տալու հարցով, ըստ էության նաեւ դրանք են նպաստել, որ Հայաստանում խոսքի ազատության առումով ինդեքսը նվազել է։ Ինչ պետք է անի իշխանությունը, որ կրկին նախկին հորիզոնականներին Արեք դե երկիրը եւ աշխարհը դա
կենդանի օրգանիզմ է։ Ինչ որ իրավիճակներ են փոխվում, նախընտրական իրավիճակներում ավելի շատանում, ավելի խախանդ իրավիճակում ավելի փոփոխություն է տեղի ունենում։ Իմ համար ամենակարևորն է, որ ձեր ասած 50-րդ տեղը շատ ավելի բարձր է, քան ԱՄՆ-ի եւ մեր բոլոր հարևանների խոսքի ազատության, մեծ գերտերությունների, մեծ ժողովրդավարական պետությունների հետ համեմատությամբ։ Իհարկե պետք է ձգտենք լինել Նորվեգիայի, Դանիայի հետ։ Դելեսի առաջի, երկրորդ, երրորդ տեղի հետ ես ուզում մրցես, իհարկե դա նպատակ եւ երազանք է եւ լավ կլինի, որ մենք տենց լինենք, բայց ես համարում եմ, որ այս փուլում այն խոսքի ազատությունը, որը որ կա, գերդոզավորված է։ Իմ կարծիքով մենակ այն բանը, որ այսօրվա լրատվական դաշտի 90% ընդդիմադիր դաշտին է պատկանում, 95%-ը դա ինչի մասին է խոսում, ուզում եմ հասկանամ, կամ այսօր ով ինչ ասելուց առաջ է մտածում, որ իր խոսքը կսահմանափակվի, ով ինչ ասես, որ այսօր ինտերնետ ունի, լրատվական միջոց է դարել, կամ բլոգեր է դարել, կամ քննադատ է դարել։ Բայց իշխանությունը հետևություններ կանի այդ զեկույցից։ Իհարկե, միանշանակ նույն դատական մասով, դատական, տեսակ օրենսդրական փոփոխություն արեցինք, նաև ժամկետները կրճատեցինք եւ այլ, ինչ վերաբերում է առաջամարտիկների հետ կապված, հարգելիս, բայց ես ինձ ոնց պաշտպանեմ, ես ամենակննարկվող, ամենաակտիվ քաղաքական գործիչներից եմ, հիմա ամեն մեկը տենց գա հեռախոսը միացնի եւ սեռական վիրավորանք տա, ես էլ ասեմ, դե մենք Նորվեգիա ես հանդուրժեցի, որտեվ առաջ ինքը իր մտքով նույնիսկ չէր անցնի նման բան աներ եւ քո մտքով էլ չէր անցնի, ինձ անձամբ քո չէ, էլի, լրագրողի մտքով էլ չէր անցնի հարց տալ, այնքան կծեծեին պածեզդում կամ այնքան կսիլեին կներեք արտահայտությանս համար, որտեվ դա եղել է, որ այդ մարդիկ որ կասկանեն, ասեն, ինչ գործ ունենք։ Ազգային ժողովի շենք։ Մարսիմոնյա մի կարճ հարցել։ Տեսեք, ասում են, որ Հայաստանում ներքին ճգնաժամ է Բելարուսից եւ դուք այդ ներքին ճգնաժամի համար զբաղված եք ներքին